Հենց այսպես, լուսաբացից մինչև կեսգիշեր Երևանի մետրոն ուղևորվում է 10 կայարաններով, ապահովելով օրական շուրջ 75,000 ուղևորների անվտանգ եւ հարմարավետ երթևեկը։ Իրականացվել է 2 կայարանի շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ։ Այս կայարանը, ինչպես տեսնում եք, գործանային արդեն ավարտին է հասել։ 2 շաբաթ եւ կսկսենք Զորավար Անդրանիկ կայարանի շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Միջազգային չափանիշներով շարժասանդուղքի արագությունը չպետք է գերազանցի 0.7-ը։ Մեր շարժասանդուղքները չէին տեղավորվում միջազգային չափորոշիչների մեջ։ Հարգելի ուղևորներ, շարժասանդուղքից օգտվելիս եղեք ուշադիր։ Կանգնեք միայն աջ կողմում, դեմքով դեպի շարժման ուղղությունը։ Այս սրահանգով օրվա ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիների մուտքը կառամատույց անցնում է այս ճանապարհով։ Իսկ դրա հակառակ կողմում աշխատանքային եռուզեռ է։ Նրանց է վստահված ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկը։ Սա մեր շարժասանդուղքների սպասարկման գոտին է։ Մեր հիմնական աշխատանքը ստեղ է կատարվում։ Հիմա այս պայն շարժասանդուղքի վրա ուղևոր չկա եւ մոտիկացող չկա, դրա համար կանգնեց շարժասանդուղքը։ Մշտական աշխատող չի։ Հիմա այս նշանակում է ուղևորը մոտիկացի շարժասանդուղքին եւ մոտիկա միացավ։ Սպասարկումը հին շարժասանդուղքների համեմատ ավելի հեշտ է։ Վերջին 2 տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում ենթակառուցվածքների արդիականացման համար իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում։ Հաճախ չերևացող այս աշխատանքների հիմնական նպատակը Երևանյան մետրոյի եւ ուղևորների անվտանգությունն է։ Որոշում ենք հետևյալը, ով պիտի հավաքի, ով պիտի տա դետալները։ Դու հավաքում ես, դետալները տալիս է Լաուրան։ Երկու սկզբունքով ենք աշխատում, մեկը փնտրում է, տալիս է դետալներ, մյուսը հավաքում է, հետո միասին ծրագրավորում են եւ միասին աշխատում են։ Ռոբոտաշինություն ենք անում։ Ռոբոտներ ենք պատրաստում, ավտոմեքենա, այս բաների գույներն ենք փոխում։ Լավ է փոխում գույները։ Տարը գեդի հետքի ձենը ընջախում։ Ռոբոտաշինությունը մեծ ձեռքբերում էր մեր մանկապարտեզի համար, որ ներդրվեց այս տարի։ Երեխաս շատ հաճույքով է հաճախում, շատ ուրախացել էր, որ իմացել էր նման ծրագիր կա։ Ըստ իս սա միայն ոչ միայն ծանոթություն է նոր տեխնոլոգիաների հետ, այլ նաև հնարավորություն է տալիս երեխաներին մտածողությունը զարգացնել, վերլուծությունը զարգացնել։ Ամենակարևորը թիմային աշխատանք է սա, որտեղ երեխաները թիմով են աշխատում։ Որոշել եմ, որ այս ծրագրից հետո իմ երեխային նույնպես կտանեմ նաև անհատական պարապմունքների։ Այդ օրերին, երբ որ կարս եմ վերցնելու, ասում եմ մամա ուշարի։ Ամենավերջինը ես գնամ տնեմ, պես որ ինքը երբեք ոչ մի պարապմունք բաց չթողնի ռոբոտաշինության հետ կապված։
Մայրաքաղաքում շարունակվում են ընտանիքների համար նախատեսված առանձնացված զբոսայգիների կառուցման աշխատանքները։ Շահագործման է հանձնվել ևս մեկ ընտանիքների համար նախատեսված զբոսայգի Երևանի վարչական շրջանում, գտնվում է Լիոնի այգում։ Հարմարեցված է կենդանիների զբոսանքի բոլոր հարմարություններով, խաղասարքերով, ջրով եւ այլն։ Երևանի զբոսայգին շահագործման հանձնելուց հետո կարող ենք ասել, որ մայրաքաղաքում արդեն ունենք 8 զբոսայգիներ նախատեսված ընտանի կենդանիների համար, որոնք տարբեր վարչական շրջաններում են եւ այս թիվը ավելանալու է, որովհետեւ արդեն ունենք նախագծեր նոր Մարաշ վարչականում, Ավան վարչական շրջանում, ու այսպես շարունակ նպատակը մնում է նույնը բոլոր վարչականներում ունենալ առանձնացված զբոսայգիներ։ Զբոսայգիների կառուցման աշխատանքները միտված են ընտանի կենդանիների զբոսանքը համապատասխան վայրերում եւ պատշաճ իրականացնելու համար։ Միևնույն ժամանակ ուզում եմ մեր հայրենակիցներին խնդրել հորդորել կենդանիների զբոսայգիների նկատմամբ լինել ուշադիր, չվնասել գույքը եւ հավաքել իրենց հետևից։ Հայաստանը փոք է շատ արագ է զարգանում, մեծ ապագա ունենք, մեծ ճանապարհ ունենք։ Ունենք գնդաձև կատալպաներ, շատ գեղեցիկ ծառատեսակը։ Բարձում ենք մեքենաները, գնում ենք քաղաք բարեկարգման նպատակով։ Մենք դաշտում աշխատանքներ ենք կատարում, ունենք մանր տնկիներ, որոնք մենք վերատնկել ենք։ Ասենք մեր սիրուն ծառներից մեկը։ Ինքը արդեն նոր սկսել է բողբոջել, սիրուն, որ ինքը հասուն է շատ հետաքրքիր սիրուն ծաղկած ծառա լինելու։ Երկար ժամանակ աշխատում ենք այստեղ, ծաղիկները բոլորը դնում ենք, գեղեցկացնում ենք Երևանը, հիմա մեր աշխատողների շատերը ծաղիկ են տնկում։ Մենք էլ այստեղ աշխատում ենք, մոլախոտերը մաքրում ենք, քախան ենք կարել։ Սիրում եմ հաճույքով էլ իմ գործն անում եմ։ Այդ փոքրները, այսքան, այսպես տնկում ենք, հենա ցաներ ենք, հողի մեջ է։ Երնումա բույսը այսքան, հանում ենք, տեղափոխում ենք սրա մեջ է, այս փոքրի։ Հետո որ մի քիչ մեծանում է, այսպես տեղափոխել ենք ստեղ։ Այս տակի տես այս արմատները կտրում ենք, որ չմտնի հողի տակը։ Այն ժամանակ, որ կալում են համանքներից տանելու, սիրուն վեկալ ենք, ասես տանք իրանց է։ Երեկոյան ժամը, երբ որ ես ինքս աշխատանքից հետո լինում եմ քաղաքում, ես ինքս հիանում եմ մեր արած աշխատանքով։ Շաբաթօրվա ծառատնկի համար ունենք տարբեր ծառատեսակներ, որոնք որ պատրաստ է ծառատնկի համար։
Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի։ Վերամշակենք միասին։